Իմ համար մեծ պատիվ է ծառայել Աստծուն և ձեզ։ Ես միշտ օգտվել եմ ձեր խոսքից, շատ ազդեցիկ խոսք ունեք, շատ շնորհակալ եմ։ Փառք Տիրոջ, ամեն։ Տերողնի, իրականում սիրելիս, քո կողքին կարող ես ասել, որ դու գտնվել ես, Հիսուսը քեզ գտել է։ Ես կարող ասես Գրիգոր եղբայր, բոլորս սա գիտենք, բայց գիտես, երբ որ Աստվածաշունչը նայում ենք Հիսուսը ում որ գտնում էր իր ապագան օրհնվում էր։ Հիսուսը մեկին գտավ նավի մեջ, մյուսին Մաքսատան մոտ, մյուսին գտավ թզենու վրա, մյուսին գտավ թզենու տակ, մյուսին գտավ Դամասկոսի ճանապարհին։ Գիտես, ում որ Հիսուսը գտնում է, ինքը չի կարող օրհնված չլինի։ Քո ճակատագիրն է օրհնված լինել սիրելիս։ Աստվածաշնչում միայն մի տեղ ենք տեսնում, որ գիտես ինչ, մարդիկ իրանց խելքով Հիսուսին գտան։ Գիտենք մենք մոգերին, գիտես իրանք տեսան Աստղը և գնացին գիշերով երկար ճանապարհ մինչև Հիսուսին գտան։ Միայն նրանք էին, որ իրենց խելքով էին գտել Հիսուսին, և մենք գիտենք, սկզբից սխալ տեղ գնացին, և մեծ ողբերգություն եղավ։ Երեխաների սպանությունը տեղի ունեցավ, մոգերի պատճառով։ Այսօր ես ու դու գիտես, երբ որ Հիսուսը մեզ գտնում է, մենք ուր գնում ենք, կյանք ու կենդանություն ենք տանում։ Մենք ուր որ գնում ենք, Հիսուսի գործերն ենք անում։ Դրա համար սիրելիս փառք տուր Աստծուն, որ ոչ թե դու քո խելքով գտել ես Հիսուսին, այլ Հիսուսը իր ողորմությունով գտել է քեզ։ Եվ փառք Տիրոջը, ես հավատում եմ, որ մենք բոլորս կորած ենք և Աստված մեզ գտավ։ Բոլորս ընկած ենք և Աստված մեզ բարձրացրեց։ Այսօր գիտես, Աստծո խոսքն ասում է, որ մենք մեր հասկացողությանը չվստահենք, այլ հավատանք և վստահենք Իրեն։ Փառք Աստծուն, ես գիտեմ, ամեն մեկս էլ մեր կյանքի մեջ մեծ ապագա ունենք։ Եվ Աստված մեր համար ծրագիր ունի և իր ծրագիրը հավիտենական է։ Այսօրվա օրը ուզում եմ ակնարկեմ, այսօր Հիսուսի մուտքը Երուսաղեմ, այդ օրն է, որ տես ինչ, առաքելական եկեղեցին ասում է ծաղկազարդ, մենք ընդունում ենք որպես Տիրոջ մուտքը, փառավոր մուտքը Երուսաղեմ, և այդ պատմությունը շատ գեղեցիկ է, ուզում եմ մի քիչ կարդամ, Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ, 8-րդ համարից կարդում եմ, և խիստ շատ ժողովուրդ իրենց հանդերձները ճանապարհի վրա փռեցին, ուրիշները ծառից ճյուղեր էին պոկում և ճանապարհին փռում։ Եվ առջևից և ետևից գնացող ժողովուրդը աղաղակում էր և ասում. Ովսաննա Դավթի որդուն, Տիրոջ անունով եկողին, Ովսաննա բարձրունքներում։ Երբ նա Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը դղրդաց և ասեցին. Սա ով է? Եվ ժողովուրդն ասում էր. Սա Հիսուս Մարգարեն է Գալիլեայի Նազարեթից։ Եվ Հիսուսը մտավ Աստծո տաճար և դուրս արավ տաճարի մեջ բոլոր ծախողներին, առնողներին և փոխողների սեղաններ և աղավնի վաճառողների աթոռները կործանեց և ասեց նրանց. գրված է իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի և դուք ավազակների այր եք արել դրան։ Եվ տաճարի մեջ կույրերը և կաղերը եկան նրա մոտ և նա նրանց բժշկեց։ Ձերից գեղեցիկ պատմություն է, ամեն։ Այստեղ ես առանձնացրել եմ 3 քայլ։ Առաջինը փառաբանություն։ Փառաբանում էին Հիսուսին, չէ՞, իրենց հանդերձները ծառից ճյուղեր էին պոկում գցում։ Երկրորդը ապաշխարություն։ Եվ երրորդը հրաշք և բժշկություն։ Դու որ գալիս ես եկեղեցի և սպասում ես հրաշքին և բժշկության, գիտես նախ և առաջ քեզ պետք է Աստծուն փառաբանել։ Նախ և առաջ քեզ պետք է ապաշխարել, հետո հրաշք ու բժշկությունը կլինի։ Սա իրականում այսպես է, սիրելիներ։ Աստծուն փառաբանելը սա արտոնություն է Աստծուց, որ Աստված տվել է ինձ ու քեզ։ Եվ գիտես, Երուսաղեմի համար, այսպես էին ասում, որ տաճարը Երուսաղեմի սիրտն է։ Հիսուսը մտավ Երուսաղեմ և իր ուղին, իր նպատակը դեպի սիրտ գնալն էր։ Այսօր իմ ու քո միտքը, իմ ու քո էությունը, իմ ու քո մարմինը Երուսաղեմն է, մենք պետք է փառաբանենք Տիրոջը։ Մեր շուրթերը Երուսաղեմն է։ Երբ որ փառաբանում ես, Հիսուսը մտնում է քո սիրտ, քո տաճար,
Եվ քո սրտից սկսում է հեռացնել բոլոր տեսակի սխալ առևտուր անողներին։ Այս հատվածը քո համար կարդացի։ Աղավնի ծախողների, փոխփոխողների ատոմները, սեղանները շուռ տվեց, եւ դրանից հետո տաճարի մեջ բժշկություն տեղի ունեցավ։ Մենք հավատացյալներս ուզում ենք գանք եւ միանգամից երրորդ քայլը լինի։ Ես գամ եւ բժշկություն լինի, հրաշք լինի, ազատագրում լինի։ Սերիս Աստծուն մոտենալու ձև կա եւ այդ ձևը փառաբանելն է։ Աստծուն երկրպագելու լեզու կա եւ այդ լեզուն, գիտես ինչ, Աստծո հետ խոսելու լեզու կա եւ այդ լեզուն երկրպագությունը եւ փառաբանությունն է։ Ուրիշ լեզվով Աստծուն հետ չես խոսում եւ Աստված քեզ չի հասկանում։ Նրա լեզու փառաբանությունն, Աստծոս ասում է, որ Աստված բնակվում է Իսրայելի երկրպագության եւ փառաբանության մեջ։ Ապաշխարության համար ուզում եմ ակնարկեմ սերիս ապաշխարություն, ես հասկանում եմ պատասխանատվություն։ Եթե չկա պատասխանատվություն, չկա ապաշխարություն։ Գիտես, երբ որ ծննդոց գիրքը նայում ենք, կային երկու հոգի, Ադամ եւ Եվա։ Եվ երկուսն էլ սխալվել են, երկուսն էլ մեղք էին գործել, ու հանկարծ եկավ Աստված ուզեց իրանց հետ խոսի իրանց սխալի մասին։ Եվ ասեց Ադամ, ի՞նչն էր պատճառը, այսին բառերով եմ ասում, որ դու մեղք գործեցիր, Ադամն ասեց Աստված իմ քո ստեղծած կինն էր մեղավոր։ Աստված ասեց լավ է, կարող է Եվան ապաշխ, ասեց Եվա, ի՞նչն էր պատճառը, որ դու մեղք գործեցիր, Եվան ասեց քո ստեղծած օձն էր մեղավոր։ Գիտես, այսօր ապաշխարությունը այն է, երբ որ ես ու դու մենք ի վիճակի ենք պատասխանատվություն կրենք։ Երբ որ մենք կարող ենք ասենք, Տեր, ես մեղավոր եմ, եթե դու հասկանում ես, որ մեղավոր ես, չես ասում, ես եմ մեղավոր, այն է մեղավոր, դու ապաշխարող ես։ Չապաշխարող մարդը վտարվում է Աստծո ներկայությունից, ապաշխարող մարդը Աստծո ներկայության մեջ օրհնվում է։ Ամեն։ Այս երկու անձնավորությունները իրանք դուրս վռնդվեցին, Աստված նույնիսկ այդ ծառները չվստահեց նրանց։ Դեռ մարդ չկար, երեխաներ չունեն։ Որտեղ կարող է գնային մի հատ ուրիշ ծառ կար, կյանքի ծառ այդ պտուղից ուտեին, ասեց, իրանք ապաշխարող չէ, նրանց դուրս անեն։ Աստծո սիրտը ցավում է, երբ որ նրանց դուրս են անում։ Որովհետև ես տեսնում եմ այդտեղ Աստծո սրտի ցավը, գիտես, մի հատ շոր հագցրեց, հանդերձ ծավալեց, որտեղ գիտեր, որ դրսում ուրիշ մթնոլորտ է։ Գիտես, ցավով բաժանվեց Աստված Ադամից, որովհետև Ադամը եւ Եվան չկարողացան ապաշխարել։ Սիրելիս, քո կյանքում ինչ խնդիր ու դժվարություն որ ունենաս, ծունգի արի ասա Տեր, ես ուզում եմ պատասխանատվություն։ Թագավորաց գրքում մի անձնավորություն կար, ինքը թագավոր էր, իր անունը Դավիթ էր։ Ինքը մի օրվա մեջ 3 մեղք գործեց, որ 3-ն էլ Մովսեսն ասել էր, որ մահացու մեղքեր են։ Ցանկացավ, շնացավ, սպանեց։ 3-ն էլ արեց ինքը։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Նաթանը մարգարեն եկավ, ասեց, որ դու ես սխալն արել ես, ինքը իջավ իր գահից եւ ասեց, ես մեղավոր եմ, ես արժան եմ, որ մեռնեմ, բայց չմեռավ, որովհետեւ ապաշխարեց։ Դավիթը ապաշխարեց եւ մի ամբողջ ազգ Աստված նրան վստահեց։ Իսրայել ազգը, Իսրայել ժողովուրդը վստահված էր Աստծուն, Աստված երկինքից նայում էր Դավիթին, տեսնում էր հովիվ Իսրայելի բնակիչներին, մարդկանց տեսնում էր գառներ, որովհետեւ ինքն ապաշխարող էր։ Այն մի դեպքում ոչինչ չվստահեց, այս մի դեպքում մի ամբողջ ազգի ճակատագիր վստահեց։ Սիրելիս, Աստված ուզում է, որ դու ապաշխարող լինես։ Ոչ թե խոսքով, այլ պատասխանատվություն կրես։ Ծունգի գաս ասես, ես մեղավոր եմ, Տեր։ Ես արժան եմ քո ձեռքը ընկնեմ, ես արժան եմ, որ դու իմ հետ խոսես։ Ես ուզում եմ ազատագրվեմ, ես ոչ մեկին չեմ մեղադրել։ Ոչ քրոջդ, ոչ եղբորդ, ոչ եկեղեցում, ոչ ծառայողին, ոչ մեկին, քո հոգևոր անկման մեջ, քո հոգևոր խնդիրների մեջ, դժվարությունների մեջ, ոչ մեկին մի մեղադրի։ Ասա Տեր, ես ուզում եմ իմ վրա պատասխանատվություն վերցնել։ Եվ տեսնում ենք երրորդ կետը ինքը Ստինկյան եղավ, ասում է եւ տաճարում կային կույրեր եւ կաղեր։ Նրանք մոտեցան եւ Հիսուսը նրանց բժշկեց։ Քո կյանքի կուրությունը եւ կաղ վիճակը կբժշկվի, երբ որ դու փառաբանես եւ ապաշխարես սերից։ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ հենց այս էր խորհուրդը, որտես ինքը եկավ փառաբանությունով, բերեց ապաշխարություն եւ բերեց բժշկություն։ Այսօր թող Աստված զորացնի մեզ, որ մենք այդ ապաշխարող սիրտ ունենանք։ Մի օր մի փոքր բլուրի վրա 3 հատ խաչ կար։ Մեջտեղի խաչի վրա մահանում էր մեր Տերը Հիսուսը։ Երկու կողքերն էլ իր աջ եւ ձախ կողքերը խաչեր կային։ Եվ այսպես է Աստվածաշունչը ներկայացնում, ասում է, որ մեկը խոսում էր Հիսուսին մեղադրելով, ասում էր, եթե դու Աստծո որդի ես, քեզ փրկի, ինձ էլ, մեզ էլ փրկի։
Մեկը նրան լրացնում էր եւ ասում էր, գիտես, մենք սրան արժան ենք։ Այն մյուսը մեղադրում էր, չէր ապաշխարում, այն մեկն ասում էր, գիտես, ես ավազակ եմ, ես սրան արժան եմ։ Գիտես, խաչի մահը դժոխք է։ Դա դժոխքային ցավ է, դժոխքային իրավիճակ է, ողբերգություն է։ Եվ նույն վայրկյանին Հիսուսը խոսեց ապաշխարողի հետ եւ ասեց. այսօր ինձ հետ դրախտում կունես։ Գիտես, իրականում սիրելիս դժոխքը նույն վայրկյանին դրախտ կարող է դառնալ, երբ որ դու ապաշխարում ես, երբ որ դու կարող ես կանգնել ասել, ես մեղավոր մարդ եմ, ես չեմ մեղադրում։ Եվ Աստված ուզում է, որ սիրելիներ մենք ապաշխարող մարդիկ լինենք։ Աստված ուզում է, որ մենք մեր կյանքերի մեջ հասկանանք, գիտակցենք եւ ասենք, Տեր, ես ուզում եմ ապաշխարել։ Պատասխանատվությունը վերցնեմ իմ վրա։ Գիտես, առաջնորդը ինքը պետք է պատասխանատվություն կրի։ Եվ ուզում եմ քեզ ասեմ, սիրելի եղբայր եւ սիրելի քույր, Աստծո խոսքը շատ զորավոր է եւ շատ ազդեցիկ է։ Եթե քո կյանքում որևէ միտեղ Աստծո խոսք ես առել, մարգարեություն կամ խոսքը կարդացել ես, Սուրբ Հոգին ասել է, սա քոնն է, ինքը անպայման իրականանալու է։ Ժամանակի մասին չի խոսում ավետարանը, ավետարանը խոսում է իրականանալու մասին։ Այսպիսի մի պատմություն կա Աստվածաշնչում։ Մի մարգարե կար, որի անունը Եղիա էր։ Եվ Աստված Եղիային ասել էր, որ գիտես ինչ, դու ունենալու ես մեկը, որ քո հետևորդն է լինելու Եղիսեն, եւ Եղիսեի համար մարգարեությունը այս է, որ գիտես ինչ որ արել է Եղիան, դու դրա կրկնակին անելու ես։ Եվ մենք գիտենք, երկու մարգարեների կյանքն է, նրանց ավարտն է։ Եղիսեն արել էր այն ամենը, ինչ որ Եղիան էր արել կրկնակին, բայց Աստծո խոսքն ասում է, որ Եղիան մեկ հոգու էր հարություն տվել Եղիսեն է, բայց մահացել էր։ Երկար տարիներ անցել էր, ասում է, եւ գիտես ինչ, իր մարմինը արդեն քայքայվել էր, ոսկորներն էր մնացել, եւ հանկարծ պատերազմում միտեղ մեկին սրով սպանում են, գլորվում, ընկնում են, հենց այնտեղ, որտեղ որ Եղիսեի ոսկորն է։ Եվ Աստծո խոսքը ասում է, եւ ես մեռած է գլորվում ընկնում է, եւ այդ ոսկորին կպնելուց հարություն է։ Սերիս մարդը կմեռնի, Աստծո խոսքը չի մեռնի։ Եթե Աստված քեզ մի բան ասել է, ես ինչ դու հարություն առնելու զորություն ունես, որովհետեւ Հովհաննեսի ավետարանում ասում է, որ ինքն է հարությունը եւ կյանքը, Հիսուսը իր համար է ասում։ Այսօր հրճակի եւ ասա, որ գիտես, իմ Աստվածը ինչ որ խոսել է, այս ամենը իրականանալու է։ Այս ամենը չի կարող չիրականանալ, որովհետև Աստծո խոսքը զորավոր է, ազդեցիկ է։ Եվ սա այսպես է միանշանակ։ Գիտես, երբ որ մենք ավետարանում ենք, մենք պետք է լսենք Աստծո ձայնը եւ ճիշտ խոսենք մարդկանց հետ։ Տարիներ առաջ կներեք մի փոքր քաղաք կա Գյումրիին մոտիկ Արտիկ է այդ քաղաքյան, այդտեղ ես մի փոքր խմբակ կար, որտեղ որ ծառայում էր։ Եվ այդ ընտանիքում, որտեղ որ տնային խմբակ էինք անում, հյուր էր եկել իրանց հարևանը։ Եվ սկսեցին իրար հետ խոսել, մի զրույց բռնկվեց, եւ իրանք երկուսով պատմում են, ես էլ լսում եի, ականատեսն էի, որ 3 առաջի օրը մեր քաղաքում մի մեծահարուստ մահացավ եւ պատմում էին իր թաղումը։ Ինչքան շատ մարդիկ էին եկել, ամբողջ քաղաքը կանգնած էր։ Այս եկել են եկել, թվարկում էին ինչ մեքենաներ, ինչ էր կատարվում քաղաքի մեջ, այսպիսի մեծ թաղում։ Եվ գիտես, երբ որ ես լսում եմ Սուրբ Հոգին մեջս մի բան դրեց, որ խոսեմ, այդ կնոջը առաջի անգամ էի տեսնում, որ այդ տնային խմբակի այդ տանտիրոջ հետ խոսում էի։ Եվ գիտես, ես ասեցի, կարևոր չէ ովքեր են ճանապարհում, կարևոր է թե ով կդիմավորի նրան։ Այսինքն այսպես նայեց, ասեց, այսինքն, ասեցի երկրի վրա ձեր թվարկած մեծահարուստները դիմաբանարեցին, ճանապարհեցին։ Այդ մեծ իրավիճակ էր, որ ամբողջ քաղաքը խոսում էր դրա մասին, բայց գիտես ինքը կանգնավ մի իրականության առաջ, որտեղ որ նրան պետք է դիմավորեն։ Եվ խոսեցի իր այդ, որ կյանք կա, դժոխք կա, դրախտ, մարդիկ կան, որ երբ որ մահանում են Հիսուսն է դիմավորում, մարդիկ եկան, երբ որ մահանում են դևերն են դիմավորում։ Եվ գիտես, ես տեսնում եմ Սուրբ Հոգու ազդեցությունը այդ մթնոլորտի մեջ։ Վերջացրեցի խմբակը, վերջում աղոթեցինք, առաջի անգամ է այդ կնոջը տեսնում եւ գնացի եմ մյուս շաբաթ, երբ որ եկա խմբակ Էսկինը, իր աղջիկը եւ թորները այդտեղ էին։ Եվ գիտես իր վկայությունը ինչ էր, ասում էր Գրիգոր, ես
7 օր ամեն ժամ լսում էի իմ ականջների մեջ այս ձայնը, ով է ինձ դիմավորելու։ Եվ ապաշխարեց ինքը մեր շատ սիրելի Լուսիկուն է, հիմա էլ ապաշխարում է։ Ես ամեն օր ասում եմ, ես լսում եմ եւ մտածում եմ, բա ես էլ եմ մահանալու, ով ինձ կդիմավորի։ Սիրելիս, իրականում երբ որ դու Սուրբ Հոգով խոսք ես խոսում, Աստված այդ խոսքերը դարձնում է սերմեր։ Սերմը ինքը պետք է անպայման աճի։ Դրա համար եկեղեցի երբ որ դու վկայում ես, գիտես մի ասա մարդկանց այն ինչը որ գիտես, փորձի հասկանալ ինչ է պետք խոսել ես մարդկանց։ Հիշում եմ ընկերոջս հետ խոսում էի, ինքը մի բան ասեց, դու որ աղոթում ես ծունգի ես գալիս, ասեցի հա, մի օր ասեցի բոլորս ծունգի են գալու։ Ասեցի ինչպես, ինքը մի քիչ գոռոզ, հպարտ, մի քիչ հարուստ տղա էր, ասի հա ախպեր, մի օր բոլորս ծունգի են գալու, կա դատաստանի օր, որ նրա առաջ բոլորը ծունգի են գալու։ Ինչքան երկրի վրա մարդ է ծնվել, բոլորը ծունգի են գալու։ Ասի սա իրականությունն է։ Գիտես ինչ, եւ անցա մի քանի ժամանակ, եւ երբ որ իր հետ խոսում ենք, ասում եմ, դες, այդ խոսքը ինձ անհանգստացնում է։ Ինչպես թե մի օր բոլորս ծունգի են գալու։ Եվ ես ինչ դա պատճառ եղավ, որ ես սկսեցի իր այդ Հիսուսի մասին խոսել եւ այդ սերմերը ցանվեց նրա մեջ։ Դες խոսքեր կան, որ երբ որ Սուրբ Հոգին է մղում, որ դու ասում ես, այդ խոսքը նրան հանգիստ չի տալիս։ Ինքը գնում է իր գործերով, բայց այդ խոսքը իրան անհանգստացնում է։ Ինքը չի կարող, գիտես ինչ ուշադրություն չդարձնի, որովհետև ինքը նետի պես մտել է։ Նետը տեսնում ենք, չէ, պատկերացնում ենք ինչպիսին է։ Նետը շատ ինքը հեշտությամբ մտնում է, բայց հələ փորձի իրան դուրս հանես։ Կպոկի քեզ դուրս չի գա ինքը շատ հեշտ կմտնի, բայց դուրս չի գա։ Սուրբ Հոգու խոսքը նետի պես է սիրելիս, որ մտնում է, ինքը մտնում է այնտեղ մինչև գործ անի։ Եթե ուզենաս ոգես անես, կվնասես քեզ։ Եվ այդ տղայի վկայությունը այն էր, որ այդ խոսքը ինձ անհանգստացնում էր, եւ ես հասկանում եմ, որ ուրեմն լավ է հիմա ծունգի կամ որ հետո հանգարց ուշ չլինի։ Փառք Տիրոջս ելիս քո համար, որ դու իրականում վերցրել ես այն ուղին, այն ճանապարհը, որի մեջ միանշանակ օրհնություն կա։ Դա Աստծուն ծառայելն է, Աստծուն սիրելն է, Աստծուն մեծարելն է։ Եվ ես ու դու մենք ինչքան շատ մոտենանք Տիրոջ, այնքան շատ կհասկանանք, որ մենք նրա կարիքը ավելի շատ ունենք։ Ինչքան շատ մոտենանք Սուրբ Հոգուն, մենք կհասկանանք, որ մենք նրա կարիքը ավելի ու ավելի շատ ունենք։ Այսօրվա պատգամս ես այսպես եմ վերնագրել կորցնելու վախ։ Գիտես, մենք մարդ ենք, մեր էությունը այնպիսին է, որ մենք վախեր ունենք, որ կարող ենք ինչ-որ մի բան կորցնենք։ Ես ուզում եմ քեզ ուղիղ ասեմ, սիրելիս, Աստված քեզ կանչել է, Աստված քեզ որդեգրել է, Աստված քո անունը գրել է իր գրքի մեջ, դու չես կարող կորել։ Ամեն։ Շատ անգամ մենք մտածում ենք, ես երևի թե մի օր կորեմ, երևի թե մի օր չգիտեմ, ընկնեմ խնդրի մեջ, դժվարության մեջ, չի լինի այսպիսի բան։ Դու Աստծուց կանչված ես։ Գիտես, ես ուզում եմ քեզ շատ ուղիղ ասեմ, եթե նույնիսկ քո դժվարությունը, եթե նույնիսկ քո խնդիրը, եթե նույնիսկ քո պրոբլեմը, եթե նույնիսկ քո խավարը քեզ կուլ տա, քեզ չի մարսի։ Ասես դե լավ էլի։ Գիտես, Աստվածաշնչում մի անձնավորություն կար, իր անունը Հոբ էր, իր անունով դες ինչ գիրք կար գրված։ Հոբի համար իր տանջանքները, իր դժվարություններն այնքան մեծ էին։ Երբ որ ինքը անցնում էր այդ դժվարությունների մեջ, ինքը պահեց իրան մինչև վերջ ճիշտ եւ պահեց իրան այնտեղ, որ գիտես ինչ, մինչև վերջ ինքն ասում էր Աստծուց բարիքը ընդունենք, չարիքը չընդունենք, ոչ, փառավորվի Աստված։ Ինքը կուլ չգնաց այդ վիճակին։ Մի անձնավորություն էլ կա Աստվածաշնչում, որ գիտես ինչ, իր անունով նորից գիրք կա, իր անունը Հովնան է։ Աստված ասում է, երբ որ Հովնանին գցեցին նավից ջրի մեջ, նավի մեջ բոլոր մարդիկ, որ իրան գցում էին, իմ կարծիքով մտածեցին, ասին Հովնանը կորավ։ Վերջ մենք Հովնանին կորցրեցինք։ Բայց Աստծո խոսքը այսպես է ասում, որ դες գետը նրան կուլ տվեց, բայց չմարսեց։ Չկարողացավ մարսել։ Մինչև վերադարձեց իրան այնտեղ, որտեղ որ լինելու էր։ Այսօր սիրելիս, եթե քո խնդիրը քեզ կուլ է տվել, եւ դու մտածում ես վերջ, քեզ մարսելու է, չի կարող այսպես բան։ Դու չես կարող կորել, որովհետև դու Աստծո որդի ես։ Աստծո որդին չի կարող կորի։
Աստծո որդին կանչված է ապրելու եւ ապրեցնելու համար։ Սա է Աստծո կամքը քեզ համար։ Հովհաննեսի ավետարան 17-րդ գլխի մեջ այսպիսի խոսքեր կա։ 12-րդ խոսքից ինչ է ասում մեր Տերը Հիսուսը։ Երբ ես աշխարհում էի, նրանց հետ էի, ես էի պահում նրանց քո անունով։ Նրանց որ տվեցիր ինձ պահեցի, եւ նրանցից ոչ մեկը չկորավ, բացի միայն կորստյան որդուց, որ գրվածը կատարվի։ Հիսուսը խոսում է նրա մասին, որ ինչը որ իմն է, ես չեմ կարող կորցնել։ Ասում է բացի միայն մեկից, որը որ կորստյան որդին էր, որ գրված կկատարվի։ Այսօր սիրելիս Աստված մեզ ինձ քեզ գնել է իր թանկ այրունով եւ մենք չենք կարող կորենք։ Մենք չենք կարող կորենք։ Մեր տեսակը որդի տեսակ է եւ որդի տեսակը չի կորում սիրելիս։ Դժվարությունները լինում են, խնդիրները լինում են, խնդիրները լինում են, բայց որդին չի կարող կորի։ Կորողը վարձկանն է։ Կորողը այն տեսակն է, որը որ հենց սկզբից նախասահմանված էր, որ պետք է կորեր, որտեղ Հովհաննես 17-12-ում Հիսուսն ասում է, որ նրանք պահվան բացի մեկից, որ հենց սկզբից ինքը կորստյան որդին էր, որ գրված կկատարվեր։ Այսօր սիրելիս ապահով ապրի։ Այն հավատացյալը, որ վախենում է, որ դժոխք է գնալու, ինքը Աստծուն չի ճանաչում։ Դու ապահով ապրի, որովհետև քո ապահովությունը Տերն է։ Չի կարող Աստված, գիտես ինչ, քեզ դժոխք ուղարկի, հնարավոր չէ։ Եթե իրավիճակները, չգիտեմ ինչերը քո կյանքում, չգիտեմ ինչ չլինի։ Գիտես, եւ սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, մեր Աստծուն վստահենք։ Մի օր Սուրբ Հոգին հետս խոսեց իմ երեխայի օրինակով, տղայիս օրինակով, փոքրիկ ինքը 3 տարեկան է, իր անունը Էդուլ է, Էդվարդ Էդուլ ենք ասում։ Մի օր նստած էի, ես գիրք էի կարդում, ինքը վազվզում էր ու հանկարծ ընկավ։ Ընկավ, թեթևակի ես զգացի ինչ կատարվեց, ես մի քիչ լացում եմ, մի քիչ չի լացում, ինձ է նայում, որ գնամ իրան օգնեմ։ Ու հենց ես հայացքից զգում եմ, որ էլի դե արի, դե ինձ օգնի, ինձ բարձրացրու։ Գիտես, ես նստածս տերից ասում եմ, ոչինչ, կանգնի Էդուլ, ոչինչ։ Վեր կաց, կանգնի։ Եվ դες մի քիչ նայեց, մի քիչ այդ իր լացը արեց, հետո ինքն իրան կանգնավ, մոռացավ դրա մասին ու գնաց։ Ու Սուրբ Հոգին հետս խոսեց։ Գիտես, ասեց ժամանակ առ ժամանակ դու որ ընկնում ես խնդիրների մեջ, այսպես ես քեզ սպանում։ Ես քեզ ասում եմ վեր կաց, դու ծանրացնում ես, ասում ես դե արի ինձ օգնի։ Գիտես, Աստված քեզ ասում է քո փոքր խնդիրների մեջ վեր կաց։ Մի օր էլ գիտես ինչ փորձություն էր մեր տան մեջ մի փոքր փորձություն եւ այդտեղ էր Սուրբ Հոգին հետս խոսեց, նորից Էդուլն էր։ Մեր Սևանի շատ սուր դանակ էր դրած։ Երբ որ Էդուլը ձեռքը երկարեց, որ դանակի սուր կողմից բռնեց, ես իրանից արագ ես բռնեցի, ձեռքս կտրվեց, վնասվեցի, բայց այնքան ուրախ էի։ Գիտես ինչ էի ուրախ, որ Էդուլի թատիկը չէր իմ ձեռքն էր։ Ես ուրախ էի դրա համար, որ ես վնասվել եմ, զարմանալի է, չէ։ Ես Սուրբ Հոգին հետս խոսեց, ասեց, դες ժամանակ կա, որ երբ որ դու ընկնում ես այսպիսի խնդիրների մեջ, ես հիշում եմ խաչը, որ քո փոխարեն իմ այրունը թափվում է եւ ուրախ եմ, որ քեզ գնել եմ եւ փրկված ես։ Գիտես, ժամանակ կա, որ Աստված գալիս է իր այրունով մեզ փրկում է։ Ժամանակ կա, որ մենք կներեք այս բառի համար նվում եւ բողոքում ենք, Աստված ոչինչ չի անում, որտեղ մեր Աստվածը բարձր է, մեր Աստվածը մեծ է։ Մեր Աստվածը սիրել գիտի, մեր Աստվածը բարձրացնել գիտի, մեր Աստվածը դաստիարակել գիտի։ Ես սա իրականում այսպես է սիրելի եկեղեցի, Աստված ուզում է, որ դու հասկանաս, դու կորստյան ողդի չես, դու կյանքի ողդի ես։ Դու կանչված ես եւ Հիսուսը քեզ պահելու է եւ դες ինքը քո կյանքի մեջ գործ ունի անելու։ Ես ժամանակ առ ժամանակ լսում եմ մեկ-մեկ Սամսոնի մասին պատգամներ եւ Սամսոնին մեր շատ սիրելի օծյալ Սամսոնին այնպես են ներկայացնում, որ ինքը, չգիտեմ, մի մեծ մեղավոր անձնավորություն է։ Գիտես, ես հավատում եմ երկնքում մենք տեսնելու ենք նրան։ Ինքը օծյալ է։ Սամսոնի կյանքը, երբ որ մենք նայում ենք, մենք միշտ պատգամներ լսում ենք նրա մասին, որտես ինչ Սամսոնը սխալվեց, Դալիլան նրա մազերը կտրեց, ինքը կուրացավ, չէ՞ միշտ այդ վատը։ Իր ճանապարհը, երբ որ նայում ենք, գիտես, Սամսոնը ծնվել էր մի բանի համար։ Սամսոնը ծնվել էր, որ Դագոնի տաճարը քանդեր եւ այդ կռապաշտությունը, այդ սուտ մարգարեներին սպաներ, ինքը դրա համար էր ծնվել։ Ճանապարհը դժվար էր, ճանապարհի մեջ չգիտեմ, աղվեսներ էր գտնում, շիծանոտով մարդ էր սպանում, մարդ էր սպանում, գնում էր Դալիլայի մոտ, այսպիսի բաներով անցնում էր։
մազերը կտրում էին, մազերը երկարում էր, բայց ինքը կանչված էր Դագոնի տաճարը քանդելու համար եւ ինքը չկորավ։ Անառակ որդու արագը կարդում ենք եւ մենք ասում ենք անառակ որդին, ինքը ինչ բացասական կերպար է։ Գիտես ինքը չկորավ։ Շատ դժվարություններով անցավ, շատ խնդիրներով անցավ, շատ խնդիրներով անցավ, բայց չկորավ, ինքը վերադարձավ որդուն եւ հայրը նորից գրկեց։ Եվ հայրը նորից պատմության տվեց, մատանի տվեց, պարարտ եզ մորտեց, հայրը նորից ուրախացավ, որովհետև ինչ ասեց ինքը գտնվավ։ Այսօր սիրելիս քո կյանքի մեջ, գուցե դժվարության մեջ ես, նայում ասում ես կորել եմ, գիտես դու գտնված ես։ Այդ ժամանակը կանցնի, ամեն բան կանցնի, բայց դու չես կարող կորել։ Հնարավոր չէ սիրելիս, վստահ հավատացյալ եղի, վստահ ապրի, առողջ հոգևոր կյանք ունեցի։ Գիտես մի հատ եղբայր կար իր հետ շփվում էր, իր դեպրեսիաներն էր, որ ինքն ասում էր ես երևի թե դժոխք գնամ։ Հին եկեղեցուց, հիսունական եկեղեցուց եկած իր մեջ այդ սերմերը կար, դες այնքան իր այդ աշխատանք տարա, որ դες ինչի համար ես դու դա մտածում։ Ինքը այսպես էր ասում էր ես այս մեղքից վախենում եմ, բարձ օրինակ երբերում, ասում էր ումից որ վախենաս իր հետ չես կռվի, չէ՞։ Ասում էր չէ դե։ Ասում էր թե որ մեղքից վախենաս իր հետ չես կռվի։ Միշտ կպարտվես։ Այսօր սիրելիս դու ոչ մի բանից մի վախեցի։ Միայն Աստծուց։ Ոչ մի բան ինձ ու քեզ չի կարող կործանի։ Մենք պետք է հասկանանք, որ մենք չենք կարող կորել։ Գցեն ծովի մեջ էլ դուրս են գալու։ Գցեն կրակների մեջ էլ դուրս են գալու։ Գցեն արյուծի գուբի մեջ էլ դուրս են գալու։ Այս օրինակներ Աստվածաշնչում գրված են։ Գցեն գերեզմանի մեջ էլ դուրս են գալու, որովհետև մենք կանչված ենք Աստծո համար ապրելու եւ մենք նրա որդիներն ենք։ Աստծո խոսքն ասում է որպես ինչ երբ որ Դանիելին գցեցին արյուծի գուբի մեջ, ասում է եկան եւ նրա այդ գուբի դուռը կնիքեցին։ Իրաց պեչատը խփեցին, այդ պեչատը խոսում էր նրա մասին, որ այլևս այստեղից նա դուրս չի գալու։ Ում գցել եք այս մարտակեր արյուծները, կերել են, չկա այդպիսի մի դեպք, մի եզակի դեպք, որ այստեղից կենտանի դուրս գա, որտեղ սոված են եւ հոշոտելու են։ Եվ ասում է, երբ որ առավոտ թագավորը կանչում է Դանիել, քո Աստվածը քեզ պայծ, Դանիելն ասում էր, այո, պայծ, ամեն բան նորմալ է։ Մի անհանգստացի, ամեն բան լավ է։ Ես կորող չեմ, ես Աստծո որդի եմ։ Հիսուսի համար երբ որ նայում ենք, դες ինչ, փարիսեցիները երջանկացել էին, քահանաները երջանկացել էին։ Եվ ասում էին վերջապես Հիսուսին սպանեցին։ Հռոմեական զինվորներ բարձեցին, բերեցին այդ զինվորներին այդ գերեզմանի մոտ կանգնեցրեցին, այդ քարը նորից կնիկեցին, չէ՞, հռոմեական գնիկով կնիկվեց, ինչպես որ Դանիելի գուբն էր։ Եվ ասեցին վերջ Հիսուսին սպանեցինք։ Վերջացավ Հիսուսի պատմությունը, այլևս Հիսուսի հետևորդ չի լինի, մեր խոսքը առաջ կտանենք, մենք մեր ձևերով նորից ինչ որ կար, այդպես կանենք։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ հրեշտակը երկնքից իջավ, երկրաշարժ եղավ, քարը գլորվեց։ Հիսուսն էլ դուրս եկավ։ Սերս մահը չի կարող ինձ ու քեզ սպայի, ելուր մնաց դժվարությունը քեզ սպա։ Հիսուսը մահին է հաղթել, ելուր մնաց քո խնդիրը, քո խնդրեմը, քո դժվարությունը, որ Տերը չկարողանա հաղթի, չկա այդպիսի բան սիրելիս։ Եվ այն հավատացյալը, որ դեպրեսիայի մեջ հուզված ապրում է, վախեցած ապրում, ինքը չի կարող Աստծո համար գործ անել։ Ինքը չի կարող որևէ մի բան անի, որովհետև իր մեջ դեռ այդ կասկածները կա, գուցե, չգիտեմ, հիմա Աստված ինչ պատժի, գուցե այս խնդիրը լինի, այն խնդիրը լինի, Աստված քեզ սիրում է սիրելիս։ Եվ դες այս սերը չի թույլ տալիս, որ մենք գործենք, այս սերը մեզ պարտավորեցնում է, որ մենք նրան ծառայենք։ Այս սերն է, որ սուրբ դանակը, երբ որ վերցնում ես Աստված իր ձեռքն է վնասում, սա այս սերն է։ Եվ այս սերը քեզ պահում է այնտեղ, որ դու կարող ես կանգնել եւ ասել, Տեր, կհամաձայնվեմ քո համար իմ կյանքը տամ։ Ժամանակ առ ժամանակ, երբ որ ես աղոթում եմ, ասում եմ, Տեր, ես հասցրու ինձ այնտեղ, որտեղ որ իրականում կարողանան ոչ թե խոսքերով, այլ կյանքով սա փաստել, որ եթե լինի իրավիճակ համաձայնվեմ էլ սրան։ Սա ամենամեծ գերագույն զոհաբերությունն է, որ Հիսուսը արեց, իր կյանքը տվեց մեզ համար։ Եվ ամեն անգամ, երբ որ ես սա հասկանում եմ, ավելի շատ սիրահարվում եմ Հիսուսի վրա։ Երբ որ հասկանում եմ, որ ես չեմ կարող կորել, որովհետև Հիսուսի սեփականությունն է, ես հասկանում եմ, որ գիտես ինչ, նրանից հեռու կյանք չկա։ Գիտես Մատթեոս ավետարան 7-րդ գլուխը 15-րդ խոսքը այսպիսի խոսքեր ասում Հիսուսը։ Այս պատմությունը ուզում եմ կարդամ, համար Հիսուսի խոսքն է։ Զգուշ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներից նրանց ճանաչեք։
Մի դե փշից խաղող կարող եք քաղել եւ տատասկից փուշ։ Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում եւ ամեն չար ծառ չար պտուղ է բերում։ Հիսուսն ասում է, որ զգուշացեք այն մարդկանցից, ովքեր որ իրանք գայլ են, բայց գարան մորթիով են գալիս։ Այսպիսի մարդիկ, ես հենց ուզում եմ սրա մասին խոսեմ, գայլ տեսակը կոլող տեսակն է։ Գար տեսակը չկոլող տեսակն է։ Այսօր քո տեսակը գարն է, ամեն։ Դու չես կարող կորել, հնարավոր չէ։ Եվ դες կարող է դու օրինակներ հիշես, ասես չէ, այս մարդ օրինակի համար էստեղ էր, հետո ընկավ, հետո անկում ունեցավ, հենց սկզբից ինքը գայլ էր։ Միայն գարան մորթիով էր, այսպես ասում է Աստծո խոսքը, չէ։ Ասում են, այս քարոզինչը ցենց լավ ճեղքեց առաջ գնաց, հետո ընկավ այս սարսափելի մեղքերի մեջ, եւ այսպես խայտարակ վախճան ունեցավ։ Սիրելիս ինքը հենց սկզբից գայլ էր։ Հիսուս ասում է, այդպիսի մարդկանից զգուշացեք, կան, իրանք գարան մորթիով են։ Այսօր իրականում սիրելիներ, ես ու դու մենք պետք է վերցնենք, մտնենք սրա մեջ եւ ասենք, որ Տեր, ես հասկանում եմ, որ իմ տեսակը պետք է մաքուր պահեմ, ես գար եմ, որդի եմ եւ չկա իմ համար նախասահմանված կործանում։ Հավատացյալներ շատ անգամ մտածում ասում ենք, մեր կյանքից այսքան ժամանակ իզուր անցավ։ Բոլոր օծյալներին, երբ որ մենք նայում ենք, մեր կարծիքով նրանց ժամանակը կորում էր, բայց Աստված գործ էր անում։ Մեկը 40 տարի կորցրեց, մեկը 15 տարի կորցրեց, մյուսը 12 տարի կորցրեց։ Եվ այսպես շատ մարդիկ, գիտես ինչ, երբ որ նրանք մարդկանց կարծիքով կորցնում էին իրենց կյանքը, իրենք չէին կորցնում, այդ ժամանակաշրջանի մեջ Աստված նրանց հետ գործ էր անում։ Այդ ժամանակաշրջանի մեջ Աստված ծրագիր ուներ եւ նրանց հետ շարժվում էր։ Եվ այսօր քո կյանքի մեջ սիրելիս աղոթի քո միտքը կողնորոշի, ասա ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, որ ես չեմ կարող կորել։ Մարդկանց հետ երբ որ շփվում եմ, գիտես, զարմանում եմ այն պահի վրա, երբ որ հավատացյալները իրանք ասում են, վախենում եմ առողջությունս կորցնեմ։ Գիտես, անկեղծ ուզում եմ սա քեզ ուղիղ ասեմ։ Հիմա որ այստեղ առողջ նստած ես, դրա պատճառը մեկն է։ Գիտես որն է, որտեղ Հիսուսը Աստված Սուրբ Հոգին քո հոգին քեզանից չի վերցրել։ Եթե դու մտածում ես դեղերս խմել եմ, չգիտեմ, այս ամեն ինչ բժշկի ասած նարել եմ, այս ամենը պահել եմ, ինչ որ պետք էր, ինչ լավ եմ նայել, տակ եմ հակել ես, դրա համար կամ ապրում եմ առողջ եմ, այս ամենը սուտ է։ Չկա այդպիսի բան։ Դու կաս, որովհետև Աստված դեռ հոգին չի վերցրել։ Այնքան մարդիկ կային, որ իրանց դեղերը ժամանակին խմեցին, բայց մեռան։ Այնքան մարդիկ կային, որ հազարատ ընկեր բժիշկ ունեին, լիքը փող ունեին, բայց ոչ մի բան չօգնեց։ Լիքն էր, ես այսպես առավոտ աչքերս բացում ասում եմ, դե շնորհակալ եմ, որ կամ, որովհետև դու կամեցար, որ ես լինեմ։ Ոչ թե որ այն օրը լավ ինստիտուցիոն արեցի, հիմա էլ կամ։ Չէ, առողջությունը եւ կյանքը Աստծո ձեռքերի մեջ է։ Սա որ ասում եմ, չմտածես գնաս քեզ, չգիտեմ, սխալ իրավիճակների մեջ դնես ու ասես, չէ, ես չեմ հիվանդանա։ Չէ, սա ասում եմ, որ վստահ ես միայն Աստծուն։ Եթե բժիշկներին շատ վստահ ես, սիրում եմ, հարգում եմ բժիշկներին, գիտես, ինչ մի օր կամաչես։ Մի անձնավորություն մի անգամ խնդրեց, ասեց, կխնդրեմ, որ աղոթես այս հիվանդության համար։ Ասեցի, արդեն պատրաստում էի աղոթել, նույնիսկ նայում էի յուղին, որ լավ հավատքով աղոթ կանեմ, օծեմ իրան։ Ու այնպիսի բան ասեց, որ նա սար ջուր լցվա, բայց էլ հավեսով աղոթել չարեցի։ Ասեց, բայց ամեն դեպքում այս իմ ծանոթ բժիշկը ամեն դեղերը տվել է ու ասել է, որ լավ կլինես։ Այ քեզ թուլանա։ Ու մեջ մտածում ասում եմ, հավար այդքան է կա ինչ ես եկե որ կամ։ Չէ որ դու հավատում ես, որ քո ծանոթ բժիշկը ինչ որ ասել է այդպես լինելու է, այդ պրոֆիլակտիկ աղոթքներ պետք չի անես։ Ես մտածում եմ, որ մենք պետք է աղոթենք, որովհետև կարելի է։ Ամեն, ես միշտ այդպես եմ մտածում, ես աղոթում եմ, ծունգի եմ գալիս, լացում եմ, աղաղակում եմ, գոռում եմ, որովհետև ես դրա կարիք ունեմ։ Ես չեմ ինքն պրոֆիլակտիկ ապաշխարում, չեմ մեղք եմ գործում, լավ ապաշխարում եմ։ Նեղացնում եմ, գիտես ինչ գալիս եմ, գնում ներողություն եմ խնդրում։ Գիտես, անկեղծություն Աստված սիրում է։ Աստված ձևական բաները, կեղծավոր բաները չի սիրում։ Եվ ես գիտես ինչ, այսպես եմ, երբ որ իրավիճակը սուր է, ծայրահեղ է, ես այդտեղ կանգնում եմ, ասում եմ, Տեր, այստեղ քո փառքն եմ ուզում տեսնել։ Տեր, հավատում եմ, որ այստեղ դու կգաս, քո ձեռքը կերկարես։ 3 ամիս առաջ գիտես ինչ, պապաս գնաց Աստծո մոտ, եւ երբ որ մարդիկ ասում են կորցրեցինք, նրանց սիրտս ցավում էր։
իրականում ես իմ մեջ բողոք ունեի, մեկին են ասեցի, չդիմաց ասեցի մենք իրան չենք կորցրել, ես իրան մի օր տեսնելու եմ։ Կարող է մտածես, ասես ինչ ծայրահեղ բան ես ասում, բայց ես հավատում եմ սա։ Ես իմ ծնողներին չեմ կորցրել, նրանք Հիսուսինն էին, մի օր նրանց միանալու են։ Նույնիսկ այդ վիճակում դու պետք է հասկանաս, ես չեմ կարող կորցնել։ Դες մի անձնավորության ուզում էի հասկացնել, թե Աստված ինչպիսին է, ինքն ասում էր երևի Աստված չգիտեմ, այստեղ է, այնտեղ է, այս անեմ ծոպային, որ իրան զգամ, իր ձայնը լսեմ, դες պարզ օրինակ բերեցի իրան։ Ուզում եմ սա քեզ բերեմ, որ պատկերացնես ինչպիսին է Աստված եւ ինչպիսին ես դու։ Պատկերացրու հղի կնոջ որովայնի մեջ պտուղ։ Գիտես, երեխան իր մոր որովայնի մեջ է, ճիշտ է։ Եվ ես երեխան ինչ մտածի, որտեղ է իմ մայրը, որտեղ է, որ իմ մայրը։ Ինքը ամեն տեղ է, չէ, իր մայրը գնում է, մայրը շնչում է, ուտում է, օրդալարով կպած է, որտեղ է ինքը մեջն է։ Այսօր դες մենք Աստծո մեջ ենք, ուզում եմ սա այսպես պատկերացնես, որտեղ է Աստված, Աստված ամենուր է, ամեն տեղ է, ես նրա մեջ եմ, դու նրա մեջ ես, Աստված գնում է, դու գնում ես, Աստված կանգնում է, դու կանգնում ես, Աստված սնվում է, դու սնվում ես, Աստված շնչում է, դու շնչում ես, Աստված օգնում է, որ դու մեծանաս։ Իսրայելի ժողովուրդը հասել էր այդպիսի մի դրան նման մի տեղ անապատում, Աստծո ասում է, որ Աստված Մովսեսին ելիցում պատվիրեց եւ ասեց, երբ որ ամբիսյունը կշարժվի, չէ, դու շարժվի, երբ որ կկանգնի, դու կանգնի, այսինքն դու մնա միշտ Աստծո մեջ։ Ամբիսյունը կանգնում էր, իրանք հանգստանում են, շարժվում են, մենք Աստծուն այսպես պատկերացնենք։ Չասենք ես Կիրակի եկա, Աստծուն մի քիչ զգացի, անցած Կիրակի ավելի քիչ էի զգացել, հիմա չգիտեմ ինչն էր պատճառը, փառաբանությունը լավը չէ, խոսքը լավ չէ, Աստված միշտ լավն է, միշտ կենտանի է, եւ դու միշտ նրա մեջ ես, Աստծուն կորցնել չի լինի։ Ամեն ուր են որ գնաս, չգիտեմ, Դավիթն ասում է արշակցի թևերն են առնեմ, չիջնեմ ծովի, ջրերը, խորքերը, դու այնտեղ ես, եւ դու գտնված ես Աստծո ձեռքից պատկերացնում ես մեկը մի բան խլի, որը որ Աստված սիրում է։ Գիտես հնարավոր է օրինակի համար ջունգլիներում այրուծի ձեռքից իր օրյունին խլել։ Հնարավոր չէ։ Եթե արյունցը առողջ է, ուժեղ է, ով ռիսկանի գա ու հանկարծ իր ձագին տանի։ Աստված ավելին է, ուզում եմ սա ավելի պատկերացնել, այդ արյունցը, չգիտեմ, կատվի ձագ է, Աստված ավելին ու ավելին է, եւ դու իր ձագն ես, դու իր փոքրն ես, դու իր երեխան ես։ Եթե մեկը սատանան ուզենա խլի, ինքը խնդիր է ունենալու Աստծո հետ։ Դու չես կարող կորել սիրելիս։ Վստահի Տիրոջը, հավատա Աստծուն եւ գիտես քո կյանքի մեջ օրհնություններ կտեսնես։ Վստահի Տիրոջը, հավատա Աստծուն եւ կտեսնես, որ Աստված քո կյանքի մեջ փոփոխություններ ունի։ Եվ երբ որ գիտես ես այս հայտնությունը իմ համար կամաց բացվում էր, իմ հոգեվոր կյանքը ես տեսնում եմ, որ բժշկվում եւ առողջանում էր։ Ես այլևս փոքր խնդիրների մասին չէի մտածում, որովհետեւ հասկանում էի, որ գիտես Աստված զորավոր է։ Ծննդոցում մի անձնավորություն կա, սիրում եմ իրեն, իր անունը Աբրահամ է, ինքը մեծ հավատք ուներ։ Եվ այս պատմությունը, երբ որ Աբրահամը իր սիրելի որդուն տանում է զոհաբերելու, այս ամբողջ պատմության մեջ մի խոսք կա, որ ինձ ուզել է, որ իրականում ես այդ խոսքից հայտնություն եմ առել։ Եվ գիտես, որ երբ որ իր տղան Իսահակը խոսում ասում էր, հայր, փայտը կա, զոհասեղանը կա, ամեն բան կա, մի հատ հարց տվեց հորը, ու հորսիտ այդտեղ ցավեց, բայց հայրը ճիշտ պատասխան տվեց, գիտես Աբրահամն ինչ ասեց, Աստված կհոգա տղաս։ Հայրը գիտեր, որ իր տղային է մորտելու, չէ, բայց ասում էր Աստված կհոգաս։ Եվ այն ամենածայրահեղ տեղում Աստված կհոգա։ Կարողացի սահճայից, հավատքը այսպես է խոսում, հավատն ասում է Աստված կհոգա։ Հավատքը դեպրեսիա չի բերում, հավատքը անուսություն չի բերում, հավատն ասում է Աստված կհոգա։ Եվ Աբրահամի խոսքը մարգարեական էր, երբ որ տղայի ձեռքերը կապված է եւ դանակը նրա կոկորտին էր, հանկարծ Աստված հոգաց, չէ՞։ Աստված խոսեց եւ ասեց, որ տղային ձեռք չտաս, այնտեղ գար կա։ Աստված հոգաց, քո բրգությունը Աստված հոգացել է, ամեն։ Եվ այսպես է գրված, ասում է, եւ այդ գարը փշերի մեջ էր։ Չէ՞։ Երբ որ փշերի միջից գարին բերեց Աբրահամը, ես այսպես եմ պատկերացնում, գուցե գարի գլխի վրա մի երկու հատ փուշ էր կպած։
Եվ ես հասկանում եմ, որ այդ գառը Հիսուսն է իր շեպը սարմով խաչի վրա։ Աստված հոգացել է, որ դու չկորես սիրելիս։ Աստված հոգացել է, Հիսուսը խաչվել է խաչի վրա, որ ես ու դու գտնվենք ու կյանք ունենանք։ Ինչպես որ Աստված հոգաց եւ այդ գառնուկը զոհաբերվեց Իսահակի փոխարեն։ Այդ գառնուկի արյունը թափվեց ոչ թե Իսահակի։ Հիսուսը մահացավ, որ ես ու դու ապրենք եւ կյանք ունենանք։ Քո կյանքի մեջ ինչ իրավիճակում էլ լինես, կանգնած Աստված կհոգա։ Ամեն։ Չգիտեմ, խնդիր է, հիվանդություն է, սով է, դժվարություն է, խնդրեմ է, անհամաձայնություն է, բայց ձերքդ բարձրացրու ասա Աստված կհոգա, սա հավատքի խոսք։ Եթե դու այս խոսքը հրճակում ես, ուրեմն դու կորած չես, ես չես կարող կորել։ Աստծո տան մեջ մարդը չի կարող կորել։ Չի կարող այդպիսի բան լինել։ Մի պատմություն, որ իմ հետ եղավ, ես դեպքերի վրա Սուրբ Հոգին հետս խոսում է։ Հեռու ճանապարհ էի գնում, եւ իմ մեջ մտածում էի, քաղաքից քաղաք էի գնում, եւ իմ մեջ մտածում էի եկեղեցում անմիանձնավորության մասին, ասում էի, ինչ անօգտակար մարդ է։ Մեղք էի գործում երևի Աստծո առաջ։ Այդպես իր մասին մտածում էի ու գնում էի ու հանկարծ մի հատ փոս խփեցի ու պակրիշ քեզ տրակավորեցի։ Իջա այնքան դժվարությամբ հանեցի այդ իմ մյուս զապաս կալոսը եւ սկսեցի գործ անել փոխել ու Սուրբ Հոգին հետս խոսեց։ Գիտես, տարիներ ես այդ անիվ այդտեղից չէի հանել։ Արդեն փոշոտ, շատ դժվար էր հանել այդ տարիներ ես գիտես ինչ միշտ ինքը անօգտակար է։ Ընդհանրապես միշտ ծանրություն է եղել, ամեն տեղ իրան հետս տարել է, ու ընդհանրապես պետք չի եկել։ Բայց հանկարծ գիշերով ինքը ինքան օգուտ տվեց, որ ես ճանապարհին չմնացի։ Ու Սուրբ Հոգին հետս խոսեց, ասեց ինքը չի կարող անօգնական լինի քո համար։ Ինքը չի կարող անպիտան լինի, որովհետև ինքը Աստծո մեջ է եւ մարմնի անդամ է։ Գիտես ինչ, ոչ մեկը եկեղեցում սիրելիս չի կարող լինի մեկը, որ պետքական չլինի։ Բոլորս պետքական են։ Մի օր այնպիսի բան կանի այն մեկը, որին որ միշտ անշուք էր, այնպիսի բան կանի, որ դու կզարմանաս։ Սիրի քո քրոջը եւ քո եղբայրը, բոլորին։ Հավասար սիրի։ Մի ասած մեկը շատ է անում, ես մեկ աղջիկ եւ մեկը պասիվ է։ Չէ, նրանք կորած չեն, նրանք մի օր այնպիսի գործ կանեն, որ քեզ ցեխից կա։ Մի օր այնպիսի գործ կանեն, որ եկեղեցու մեջ ճեղքում կգա։ Եվ Սուրբ Հոգին հետս խոսեց, ասեց, գիտես, ոչ մեկը իմ ներկայության մեջ անպիտան չեն, բոլորը պիտանի են։ Այսօր սիրելիս մենք բոլորս պիտանի ենք, մենք բոլորս օգտակար անոթներ ենք Տիրոջ տան մեջ եւ Աստված իր անոթների համար կռվում է։ Աստված իր անոթները թույլ չի տալիս, որ ուրիշ գինի լցվի, երբ որ կփորձեն ուրիշ գինի լցնել, գիտես ինչ Աստծո մատը կհայտնվի պատի վրա կգրի, որ գիտես քո թակավորություններ կքանդեն, բայց այս անոթին չես կարող Սա իրականություն է սիրելիս եւ Աստված ուզում է, որ այսօրվա պատգամը քո մեջ մտնի որպես մի հիշողություն, որպես մի սեր, որ ինչ վիճակում է լինես, ասես ես չեմ կարող կորել։ Աստծո զորությունը իմ վրա, ես Աստծո որդի եմ, ես ինչպես կարող եմ կորեմ։ Եվ գիտես ինչ, իմ կարծիքով մեզ պետք է Սուրբ Հոգու զգայուն լինենք, որ այդ կորցնելու վախը չմտնի մեր սրտերին։ Մի քանի օր առաջ մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, որ գիտես եղբայրներից մեկի հետ Երևանից գնում էինք Տաշիր, ինքն էր իմ մեքենայով ենք, բայց ինքն էր ղեկին, եւ մի քաղաքով էինք անցնում Ստեփանավան քաղաքով, երբ որ այս անձնավորությունը միանգամից կանգնեց եւ մեկը կար, որ ճանապարհին կանգնած էր, իրան ուզեցավ վերցնել։ Երբ որ այս անձնավորությունը նստավ մեքենան, սկսեցինք շարժվել, Սուրբ Հոգին հետս խոսեց։ Ու ասեց ինքը գալիս է հիվանդանոցից։ Եվ իրա հետ խոսի։ Ես այս ամենը ես պարզ լսում եմ, բայց մտածում եմ, բավոր ասեմ ու հանկարծ այդպես չի ասի լավ, դե զգում եմ որ տերն է, դարե ազնվորության նայած հիվանդանոցից եք գալիս, ասեց հա, աչքերը մեծացրեց, ասեց հա։ Ասեց գիտեք Աստված ուզում է որ բժշկի ձեզ։ Եվ գիտես ինքը սկսեց հուզվել։ Իրա ձեռքերը բերեց առաջ, որ ավելի կուտակում ուներ եւ մատները ծառի ճյուղերի պես էր։ Եվ իրա ձեռքը բռնեցի, սկսեցի աղոթել, այս կինը էս էր ասում էր, չեմ ուզում որ բժշկի, ուզում եմ միայն ցավեր անցնի։ Համաձայն էր նույնիսկ նրանք, ես աղոթեցի, սկսեցի իրա հետ խոսել Հիսուսի մասին, զգում էի Տիրոջ ներկայությունը մեքենայի մեջ։ Եվ այս ազնվորությունը, ես ինչ ընդունեց Տիրոջը։
Իրան որտեղ որ ինքը ուզում էր այդտեղ իջեցրեցինք, հետո հետ եկանք Աշոտ եղբորը պատմեցի, Աշոտ եղբայրն ասեց, բա համար վերցրեցին, ասեցի չէ։ Գիտես, այնքան խառն ենք, որ նույնիսկ այդ չարեցինք։ Եվ այս մեր եղբոր վկայությունը, որ ինքը ինձ էս էր ասում, որ ես ընդհանրապես ճանապարհից ոչ մեկին չեմ վերցնում։ Ասում եմ, բայց չգիտեմ ինչի, մի անգամից ես կանգնա իր կողքը։ Գիտես, Սուրբ Հոգին գործ էր սկսել։ Եվ Սուրբ Հոգին իր գործը անում էր։ Ես հասկանում եմ մի բան, որ այդ անձնավորությունը կորած չէ։ Աստված գտավ իր այդ վարքյանին։ Աստված հարմարացրեց եւ այդ վարքյանին գտավ, ինչպես որ Աստված մի օր գտավ ձգնորսներին, ինչպես որ Աստված մի օր գտավ բժիշկին, մի օր գտավ մաքսատան աշխատողին, մի օր գտավ շատ հարուստ մեկին, ինչպես Աստված մի օր գտավ մեկին, որը որ մարտասպան էր, որին որ մենք շատ սիրում ենք, հետո ինքը փոխվեց դառավ Պողոս Առաքյալը։ Աստված ամեն մեկին մի օր գտնում է եւ այդ գտածը այլևս չի կորում։ Եվ գիտես, Աստծո տան մեջ, եթե ես ու դու մենք արժեք ենք, մի օր գտնվելու ենք։ Հիսուսը այսպիսի մի առակ է պատմում, ասում է, որ մի կին իր սենյակում դրամ էր կորցրել։ Այդ դրամը այդ սենյակում էր, բայց կորած էր։ Եվ ասում է, եւ ինքը ինչ արեց, լույսը վառեց, ավելը վերցրեց, մաքրեց եւ գտավ այդ դրամը։ Այսօր կարող է նայում ես եկեղեցում, ասում ես կորած է, ոչ մի ծառայություն չեմ անում, սիրից դու դրամ ես, մի օր քեզ կգտնեն։ Մի օր դու քո արժեքավոր տեղը կլինես եւ Աստված իրականում ուզում է որ մենք սա հասկանանք, որ մենք իմանանք ու գիտակցենք, որ մենք գտնողներ ենք, որովհետեւ գտնվել ենք Հիսուսի կողմից։ Եթե քեզ ասում եմ որ դու կորցնող ես, վատնող ես, ես իրականում դու կանգնի ասա ոչ, ես գտնող եմ։ Եվ այսօր ես մի բան եմ տեսնում, որ Սատանան մեծ որս է սկսել երիտասարդների հանդեպ, գողանում է բոլորին։ Մի քանի օր առաջ մեր եկեղեցին փոքր եկեղեցի է, ես ինչև հանկարծ աթոռների վրա ուշադրությունը Սուրբ Հոգին կենտրոնացրեց մեր քույրերի վրա 3 հոգի, որ նստած են եւ 3-ի տղաներն են բանդում են։ 2-ը սպանություն, 1-ը գողություն։ Նայում եմ ու գիտես ինձ Սուրբ Հոգին մեջս բարձրացնում է աղաղակ, որ մենք պետք է երիտասարդների համար աղոթենք։ Որքեզ ինձ Սատանան գողացել է եւ այդ տղաներից մեկը, որ գիտես ինքը գալիս էր եկեղեցի, ինքը իր այդ միշտ մարդ էր բերում։ Միշտ պատանիներ, երիտասարդներ, ինքը ազդեցիկ անձնավորություն էր, իր հետ միշտ մարդիկ էին գալիս։ Իրանք գիտես եկեղեցում եղել են, ծունկի եկել են, աղոթել են, Տիրոջը կանչել են, ծառայություններին մասնակցել են, բայց այսօր բանդում են։ Իսկական, ֆիզիկական բանդում են։ Այսօր իրանց ծնողները տանջվում ու տառապում են։ Այսօր իրականում սիրելիս ես ու դու մենք պետք է հասկանանք, եւ տես ինչ, իրանց մասին մտածում են, որ սա պետք է փոխանցվի նրանց մեջ, որ տես ինչ, նրանք չասեն, որ մենք տղաները կորան։ Հովսեփն էլ մի օր բանդում հայտնվեց, չէ՞։ Ու շատ ծանր հոդվածով, շատ վատ հոդվածով հայտնվեց բանդում, բայց գիտես ինքը այնտեղ չկորավ։ Աստված նրան այնտեղից բարձրացրեց, դրեց այն դիրքի մեջ, որտեղ որ ինքը պետք է պտուղ տար։ Այսօր սիրելիս, եթե նայում ես քո երեխային, քո թոռանը, քո բարեկամին եւ ասում ես աշխարհում է, կորել է, գիտես ինչ հրճակի ասա, որ ինքը չի կարող կորել։ Կանգնի նրանց համար, քո ձեռքերը բարձրացրու եւ ասա ես չեմ համաձայնվում, որ որևէ մեկը կորի։ Դավիթը ինքը Աստված սիրում էր, որովհետեւ Աստծոն ասում է, երբ որ Արջը կամ արյուծը գալիս էր եւ Դավիթի գառներից որևէ մեկին վերցնում եւ գողանում էր, Դավիթը գիտես ինչ էր անում։ Չէր համաձայնվում, որ դե լավ նստեմ, ասեմ, հալա 100-ից մեկն էլ գնաց։ Ասում է ինքը հետապնդում էր։ Գնում էր այսինքն այդ արջի հետևից եւ նրա ձեռքից վերցնում էր, բերում ասում էր գարի տեղը էստեղ է։ Հիսուսը այսպիսին է սիրելիս։ Հիսուսը բարի հովիվն է եւ ավետարանն այսպես է ասում է բարի հովիվը եթե ունենա 100 հատ գար եւ դրանից մեկը կորի, ինքը 99 ինքը թողնի եւ ինչ կանի, կգնա մեկ կորածի հետևից։ Եթե այսօր սիրելիս մտածում ես կորած ես, փառք տուր Աստծուն, Հիսուսը քո հետևից է գալիս։ Ոչինչ որ այդ ժամանակ քո տեսքը այդքան էլ լավ չի լինի, ասում է, երբ որ իրան գտավ, ես միշտ դրա մասին մտածում էի, ինչն է պատճառը, որ քայլելով չբերեց։ Մենք որ գտնում ենք մեկին, չէ, լավ հովիվ է այդպես անում։ Կավազանով լավ ծեծում, ասում ենք բավեր, քեզ ասում ենք չփախնես։
Չէ, այ չհնազանդվար այսօր ընկար, գտել ենք, ծեծելով, ջարդուշանելով բերում ենք հետ։ Հիսուսը այդպես չէ, ասում է Հիսուսը նրան դրավ իր ուսերի վրա։ Որովհետև գուցե ոտքերը կոտրված էր, գուցե չգիտեմ, գայլը կծել էր, գուցե չգիտեմ, ժայռից ընկել էր, փշից վնասվել էր։ Եվ Հիսուսը նրան գրկեց, դրեց իր ուսերին, բերեց եւ ասեց հիմա հայրուր ենք, հիմա լրիվ ենք։ Այսօր իրականում մեր Աստվածը այսպիսին է։ Մեր Աստվածը ծրագիր ունի եւ այդ ծրագիրը գտնելն է։ Մեր Աստծո ձեռքից գողանալը բացառվում է սիրելիս։ Հնարավոր չէ Տիրոջ ձեռքից մի բան տանել, մի բան գողանալ։ Եվ գիտես, Աստված երկրի վրա շատ թանկ գանձեր ունի եւ այդ գանձերը ես ու դու ենք։ Կարող ես ասել ես Աստծո սրտի համար այնքան թանկ եմ, որ Հիսուսը մահացավ։ Այս խոսքը ուզում եմ շաբլոն չլինի։ Գիտես, այս խոսքը ամեն անգամ ասելով իմ ներսը կրակ է վառվում։ Այս խոսքը ես չեմ ասում, որովհետև գիտեմ, այս խոսքը ասում եմ, որովհետև ես ապրում եմ, Հիսուսը իմ համար մահացել է։ Ես գիտես, ես եմ հրճակում ժամանակ առ ժամանակ, երբ որ աղոթում եմ, ասում եմ Տեր, իմ անունը Բարաբա չէ, բայց ես հենց Բարաբան եմ։ Գիտես ինչ Բարաբանով էր։ Բարաբային իջեցրեցին, Հիսուսին հանեցին։ Նույն խաչի վրա պետք է ինքը մահանար, այդ տեղում, դա իր տեղն էր։ Եվ Բարաբան նայում ասում էր, սա իմ տեղն է։ Հիսուսի տառապանքները, դա իմ տառապանքներն է։ Հիսուսի մահը դա իմ մահն է, որովհետև ես այդտեղ պետք է լինեի։ Հրճակի ասար, ես այդ Բարաբան եմ։ Ես այն մեկն եմ, որի փոխարեն Հիսուսը մահացավ, եւ ես չեմ կարող կորել։ Ես չեմ կարող գիտես ինչ ընկնեմ ու վերանամ ու այլևս ոչինչ, ես հավիտյան կանչված եմ Աստծո գործը անելու համար։ Կարող ես ինչ հավիտյան, մենք երկնքում էլ գործ ենք անելու։ Այդ գործը ես գիտեմ ինչ գործ է։ Տիրոջը փառաբանելու ենք։ Ամեն։ Երկնքում ես ու դու նրան փառաբանելու ենք, նրան մեծարելու ենք։ Եվ այս երկրավոր ամեն ինչ այդ ժամանակ գիտես ինչ փոշու պես կլինի։ Անարժեք մի բան կլինի։ Այսօր իրականում, երբ որ ես ու դու մենք մտածում ենք երկրի վրա արժեքների մասին, մենք պետք է հասկանանք, որ կա մի արժեք, եւ այդ արժեքը երկնքում է, եւ այդ արժեքը Հիսուսն է։ Եվ գիտես ինչ ասում է Տերը, որ ձեր գանձերը Մատթեոս ավետարանում ասում է դիզեք երկնքում, եւ որտեղ որ ձեր գանձերն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը։ Այսօր ես ու դու մենք պետք է երկնքում գանձեր դիզենք, մենք պետք է աշխատենք։ Եվ գիտես այս վարձկանի հոգեբանությունից մեզ պետք է որ մենք ազատվենք եւ մենք որդիական լինենք։ Նոյը երբ որ տաբանը կառուցում էր, ինքը շատ վարձկաններ ուներ։ Որդիներ ուներ։ Վարձկաններն եկան այդ նավը սարքեցին, հող վերցրեցին դրա փոխարեն, գնացին մեռան։ Այդպես է ասում Աստծո խոսքը։ Տղաները այդ նավը կառուցեցին առանց փողի, մնան եւ ապրան եւ բազմացան։ Այսօր մենք այսպես պետք է հասկանանք, դες ինչ մենք Աստծո տան մեջ, Տիրոջ տապանի մեջ, Տիրոջ եկեղեցու մեջ, մեր հոգեբանությունը պետք է այս լինի, որ ինչ որ անում ենք ոչ թե վարձկանի է, այլ որդու է, մեր սեփականությունը այստեղ որ գալիս է մերն է։ Հովիվ Արսենը ինչ որ ասում է, սա քո համար է ասում, դες ինչ դա ընդանուր է, սա մերն է, մենք պետք է սիրենք, հարգենք միմյանց, որովհետև մենք վարձկաններ չենք, մենք վարձի համար չենք գալիս։ Չեկանք որ աղոթեն, չգիտեմ, մեկը կար ասում էր հարսից բերեմ աղոթեք երեխա ունենա, այդպես էլ չբերավ, այդպես այնքան է եղել, որ դες ինչ, եկել է աղոթել ենք մի բան փոխվել է, առողջություն, երեխա, ու հետո իրանք այլևս չկան գոյություն չեն, վարձկաններ են։ Սիրելիս իրականում ես ու դու մենք Հիսուսին մոտենում ենք ոչ թե վարձի համար, Հիսուսին մոտենում ենք Հիսուսի համար։ Հիսուսին մոտենում ենք, որ Հիսուսի պես լինենք եւ Հիսուսի նման լինենք, որ մենք լինենք։ Եվ երբ որ իրականում մենք ճիշտ արմատի վրա ենք, ճիշտ պտուղ ենք բերում։ Երբ որ մենք Քրիստոսի վրա պատվաստվում ենք, մենք այլևս չենք կարող ուրիշ պտուղ բերել, մենք Քրիստոս պտուղ ենք բերում։ Մեր պտուղը լինելու է Հիսուսը, այն խոսքը, որը որ մնայուն է։ Եվ ավետարանը, երբ որ մենք նայում ենք, բոլոր Աստծո մարդիկ ապահով էին եւ այդ ապահովությունը պատճառ ուներ, որովհետեւ այդ ապահովությունը Տերն է։ Դավիթն ասում է, որ Տիրոջ անունը իմ համար ամրոցի պես է։ Սա Տիրոջ անունը մի տեղ է, որտեղ որ ես մտնում եմ եւ այդտեղ պաշտպանված եմ լինում։ Այդտեղից գիտես ինչ, ես չեմ կարող վնասվել։ Այսօր սիրելիս դու պաշտպանված ես, դու Տիրոջ ներկայության մեջ ապրող մարդ ես։ Այն հավատացյալը, որ ինքը հանգիստ չի ապրում, գիտես, ինքը իրան դնում է խնդիրների մեջ եւ այդ խնդիրները իրեն վերջո կարող են շեղել։ Շատ անգամ ես մարդկանց հետ խոսում եմ,
Եվ ես ասում եմ, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ իրենք իրենց դնում են բանդի մեջ։ Կարող է ասես ինչպես, երկու պատմություն եմ ուզում Աստվածաշնչից օրինակ բերեմ։ Մի դեպքում Պողոսին ու Շիղային բռնեցին, տարան դրեցին բանդը։ Իրանց կամքից անկախ, ծեծեցին, գցեցին բանդը, բայց երբ որ իրանք փառաբանեցին, չէ, հրեշտակը եկավ իրանց ազատեց։ Մյուս դեպքում մենք տեսնում ենք, որ աշակերտները եւ Քրիստոսի հետևորդները վախեցել էին, որ Հիսուսը կորել է, Հիսուսը մահացել է։ Ասում է գնացին, մտան մի հատ տուն, դուռը փակեցին եւ այդ տան մեջ վախեցած սպասում է։ Ես այսպես եմ պատկերացնում։ Ես մտածում եմ, սա գրված չէ, սա իմ պատկերացումներն են։ Հավաքվան ասեցին, որիդ տան դրա, չգիտեմ, փական ավելի ուժեղ է։ Այն մեկն ասեց իմը փայտից է ոչինչ, այն մեկն ասեց իմը երկաթից է ու 10 հատ փական ունեմ, ասին ուրեմն քո տուն են գալիս, ապահով է։ Հռոմեացիները մեզ այդտեղ չեն գտնի, չգիտեմ, փարիսեցիները, քահանաների ուղարկած մարդիկ մեզ չեն գտնի, մեզ չեն խաչի, որովհետև քո դուռը ամուր է, չէ՞, օրինակի համար։ Ու ասում է եկան դուռը փակեցին։ Բայց մեր Տերը երբ որ հայտնվեց, գիտես, ինքը դրանն էլ ձեռ չտվեց։ Ինքը հայտնվեց իր աշնեց ասեց խաղաղություն ձեզ, այս ինչի եք խառնում, Սուրբ Հոգին վերցրեք։ Ես երբ որ մենք մեզ բանդի մեջ ենք դնում, մեր փակած դռով Հիսուսը ներս չի մտնում, ինքը մեծ է։ Ինքը ուրիշ տեղից գալիս ասում է ախր այդ դուռը քեզ չի կարող պաշտպանել, ես եմ քո պաշտպանը։ Ախր այդ փողերը որ հավաքում ես, պահում ասում ես սա իմ նեղորվա համար, գիտես ինչ, ես եմ քո նեղորվա բժիշկը, ես եմ քո նեղորվա դուռը, ես եմ քո նեղորվա պատասխանը, ինչի համար ես փողի վրա հույս դնում։ Փողը Աստված տալիս է։ Մատթեոս ավետարանում Հիսուսը ասում է, որ գիտես, նայեք դաշտի ծաղիկներին, երկնքի թռչուններին, ոչ ծաղիկները ոչ ցանում են, ոչ աշխատում են, եւ գիտես ինչ իրանց Տերը զգեստավորում է շատ գեղեցիկ, նույնը երկնքի թռչուններին, որ կան առավել ձեզ համար կանի։ Եվ երկու բան է ասում, որ ինձ ուրախացնում է, ասում է, որ միթե կյանք տվողը հաց չի տա։ Միթե մարմին տվողը հագուստ չի տա։ Այսօր սերիս Աստված քեզ տվել է կյանք, քեզ տվել է մարմին։ Ուրեմն հագուստ էլ կտա, առողջություն էլ կտա, կերակուր էլ կտա, հաջողություն էլ կտա, օգնություն էլ կտա, բարգավաճում էլ կտա։ Ամեն, որովհետև մեր Աստվածը մեզ համար հոգ է տա։ Ինչքան սատանային գա քեզ ասի դու կորար, դու քրճակի եւ ասա, ես կորող չեմ։ Ինչքան սատանեն գա ասի, քեզ կուլ եմ տվել, դու ասա, թեկուս կուլ ես տվել, դու ինչ չես կարող մարսել։ Ինչքան սատանեն գա ասի, քեզ գցել եմ կրակների մեջ, քրճակի ասա, գիտես ինչ այդ կրակների մեջ ես մենակ չեմ, Հիսուսը ինձ հետ է։ Երբ որ Միսակ Սեդրակ Աբեդնագովին գցեցին հնոցի մեջ, Աստծո խոսքն ասում է, որ երբ որ նրանք դուրս եկան, նրանց հանդերձի վրայից ծխի հոտ չէր գալիս, բայց նրանց ձեռքի պարանները այրվել էր։ Ավելնորդը միայն կայրվի, ինչը որ նորմալ է, նորմալ կմնա։ Այդ պարանները իրանք տնից չէին բերել, այդ դահիճներն էին կապել իրանց ձեռքերը եւ գցել։ Եվ դա կրակը այրել էր։ Երբ որ մնում ես խնդրի մեջ, գիտես ինչ այդ խնդիրը կայրի միայն ավելնորդը սիրելիս։ Բայց քո հանդերձներից ծխի հոտ չի գա, որտեղ մեր վրայից Հիսուսի հոտն է գալիս։ Ամեն։ Իրականում սիրել մեր վրայից պետք է Տիրոջ հոտ է գա։ Մի օրինակել եմ ուզում պատմեմ եւ կփորձեմ վերջացնել այսօրվա պատգամս։ Դες մի քանի տարի առաջ Կիրովականում մի տեղ ծառայում էինք Հովիվ Աշոտի հետ, Աշոտ եղբոր հետ։ Մի փոքր տնային խմբակ էր եւ մի ազնվորության, որ առաջի անգամ տեսա մի կին էր նստած էր եւ պատգամը ես էի տալիս Աշոտ եղբայրը թույլ էր տվել, որ ես պատգամ տայի եւ պատգամի ժամանակ խոսում եմ, քարոզում եմ Եվ Սուրբ Հոգին հետս խոսում է եւ մի հատ պատկեր եմ տեսնում եմ այս կնոջը, տեսնում եմ իր գլխավերևից դևը իջնում է, իր ականջին խոսում, բարձրանում է, այս կինը ուրախանում է։ Ոչ եմ հասկանում։ Էլ չդիմացավ, երբ որ պատգամը վերջացավ, ասեցի, ուզում եմ այս ձեզ ասեմ ինչ որ տեսնում եմ։ Ու մեջս մտածում ասում, այս մարդիկ ասես հեքիաթասան ով է, ինչ հեքիաթ է բանում։ Ինչպես որ ձեզ ասեցի, այդպես իրան պատմեցի, դες ինքը ինչ էր ասում էր, շատ ճիշտ եք ասում։ Իմ գլխավերևում իմ մահացած մամայի նկարն է եւ ամեն գիշեր ինքը այդտեղից գալիս է, ինձ հետ խոսում է, բարձրանում է այդտեղ եւ ես ուրախ եմ դրա համար։ Ու ես Սուրբ Հոգին էս էր ասում, ես քեզ պետք է ազատագրվել, ես այ ասում ինքը քո մաման չի, ինքը դժողքից դեր է։ Եվ այդ նկարը այդտեղից պետք է հանես։
Եվ գիտես ինչ ազդեցություն եղավ, սիրելիս, երբ որ ես ու դու մենք Սուրբ Հոգուն լսում ենք, չենք վախենում իր ասածը ասել, թեև դա մեր համար առողջ չէ, բան երբ որ դու անալիզ ես անում, ասեմ, չասեմ, դու մտածում ես, այս անհասկանալի ասա վստահի։ Եվ դու կտեսնես օրհնություն, դու կտեսնես փոփոխություն, որովհետև երբ որ Աստված ասում է, մարդը չի կորում։ Մարդկային ես մտածում ասում եք, չէ, այս մարդու դե որևէ մեկը վկա է բերել է տնային խմբակ, հանկարծ ես սա ասեմ, հանկարծ կորի էլ չկա, չասել ինչ հեքիաթ պատմեց այս տղան։ Այս գյումրեցին եկավ, այս ինչ պատմեց։ Հանկարծ ես պատճառ չունեմ, որ ինքը այլևս չկա, բայց դա պատճառ էր, որ ինքը հասկանար, որ այն Աստվածը, որի մասին խոսում ենք, կենտանի է։ Այն Աստվածը, գիտես ինչ, մենք մեր Աստծո մասին երբ որ խոսում ենք, մեզ պետք է նաև ժամանակ առ ժամանակ մեր Աստծուն ցույց տալ մարդկանց։ Մի ազնվորության հետ խոսում է, ինքն ասում էր, այդ խնդրի անունն էր տալիս, ասում էր, ամեն անգամ ասում եմ, Աստված այս խնդրեմս լուծի։ Ու գիտես Սուրբ Հոգին մեջս այս խոսքը դրեց, ասեցի, Աստվածաշունչը շատ պարզ ասում է, շատ անգամ մենք քարոզներ լսում ենք, եւ այսպես ենք պատկերացնում, որ Աստված Կարմիր ծովը բացեց, Իսրայելը անցավ, չէ՞։ Բայց ես այդպես չի գրված։ Զարմանալու է, բայց երբ որ ուշադիր ենք կարդում, այդպես չի գրված։ Ասում է, երբ որ խուճապ էր, ժողովուրդը աղաղակում էր, Մովսեսը աղաղակում էր, Աստված Մովսեսի հետ խոսեց, ասեց, ինչ եք աղաղակում։ Եվ ասում է, գավազանը մեկնի եւ հենց այսպես գրված է, եւ ծովը բաց։ Մովսեսին ասեց, ծովը բաց։ Մենք միշտ ասում ենք, Աստված ծովը բացեց։ Մենք հասկանում ենք, որ այո, հեղինակն Աստված է, բայց քայլը ով արեց։ Ախր վերջում է հետաքրքիրը որն է։ Վերջում էլ ծովը Աստված չփակեց, նորից ասեց Մովսես դու բացել ես, դու էլ փակի։ Չէ՞ ասես նորից գավազանը բայ թող ջրերը գան իրանց կործանեն։ Այսօր սերես քո խնդրեմը Աստծո զորությունով դու ես ճեղքելու։ Դու ես սպայելու եւ ասելու որ դες ինչ ես քեզ ասում եմ հեռացի Հիսուսի անունով։ Մենք ուզում ենք որ ոչ մի բան չանենք, կողքից նայենք Աստված անի, չէ քո խնդրեմը դու ես լուծելու, որովհետեւ դու կորած չես, դու գտնված ես։ Երբ որ դու գտնված ես, դու քո էությունը դառնում է գտնողի էություն։ Շուրջ բոլորդ որ նայես, գիտես ինչ, միշտ նայի։ Ես հավատում եմ որ Հովիվ Արսենը ինքը այդպեսին է, որ իր սիրտը միշտ նայում է։ Այսօր առավոտ Պաշտամունքից առաջ ինքը մի բան ասեց, որ ես հասկացա, ինչ ասեց, մենք շատ բացականներ ունենք։ Ուրեմն արդեն Հովիվը այստեղից նայեց, անուն ազգանով տեսավ ով է բացական։ Եվ գիտես, դա պատճառ է, որ մենք հասկանանք, Հովիվը գտնող սիրտ ունի։ Իրան անհանգստացնում են այն մարդիկ, ովքեր որ չկան։ Հիսուսն էլ այդպեսին է, Հիսուսը նայեց, ասեց, այս մեկը չկա։ Գիտես, Հիսուսը իր գառներին չի ասում է գառները նսաղով եկեք, ինքն ասում է ամեն մեկին անունով, անուն առ անուն, անձնական ճանաչում եւ կանչում։ Ամեն մեկին անձնական գիտի եւ Հովվի սիրտն այդպես պետք է լինի, որ Արսեն Աստված օրհնի ձեզ, իրականում թող ավելի մեծ սիրտ տա ձեզ, որ կորածին տեսնեք։ Եվ մարգարեական էր ձեր այդ խոսքը, որ հենց առավոտ ասեցի։ Իրականում սիրելիներ, փառք տվեք Աստծուն ձեր Հովվի համար, որ գիտի կորածին տեսնել։ Սովորական մարդիկ կորածին չեն տեսնում, միշտ ներկային են տեսնում։ Աստծո մարդիկ կորածին են տեսնում։ Փառք Տիրոջը Աստծո մարդ Հովվի համար, որ տեսավ կորածին։ Դու այդպես եղի իրականում կորածին տես։ Երբ որ դու գտնված ես, դու կորածին տեսնում ես, հնդրում ես, գտնում ես, վերադարձնում եւ ասում ես, սա քո տեղն է, սա քո տունն է։ Աստված օրհնի եւ գիտես Աստվածաշունչը ես հասկանում եմ այսպես, որ Աստվածաշունչը մեր համար կյանքի խոսքեր է։ Եվ Աստվածաշունչը մենք ինչքան շատ կարդանք, այնքան ավելի շատ կգտնենք հայտնություններ։ Հայտնություններ ես փնտրում բաց քո գիրքը, սկսի կարդալ եւ աղոթել։ Ես այսպես եմ անում, ես ինձ կարդալուց առաջ աղոթում ասում եմ, Տեր, խնդրում եմ խոսա ինձ։ Ես ուզում եմ ոչ թե որ կարդամ 5 դակարանը որպես Իսրայել ժողովրդի պատմություն, ես ուզում եմ կարդամ եւ տեսնեմ քեզ այդ պատմության մեջ որպես գործող անձ եւ հասկանամ որ դու այսօր էլ նույնն ես։ Դու չես փոխվել, երեք այսօր հավիտյան նույնն ես։ Եվ մեր Աստվածը իրականում ուզում է որ մենք նրան այսպես մոտենանք, նրան ճանաչենք, գտնենք։ Եվ ես հասկանում եմ սա, որ գիտես, ինչքան շատ մենք մոտենում ենք, այնքան ավելի ու ավելի շատ քաղց ու ծարավ ենք զգում։ Մի օրինակ էլ բերեմ եւ կփորձեմ վերջացնել, կասես դե արդեն ես երկրորդ անգամն ես ասում, չես վերջացնում, բայց ոչինչ։ Գիտես, Աստծո խոսքն ասում է, որ Դավիթն ասում է, ինչպես եղջերուն ջրի վտակներին է փապագում, այնպես իմ հոգին քեզ է փապագում։
Եվ գիտես, եղջերուն, երբ որ մենք նայում ենք, ինքը մաքուր կենդանիների ցուցակի մեջ է։ Երկրի վրա մի հատ ուրիշ կենդանի է կա, որ անապատներում է ապրում, եւ ինքը X կենդանիների շարքում է դասում ինքը ուխտն է։ Այսօր գիտես, սիրելիս, մենք հավատացյալներս պետք է եղջերուի պես լինենք։ Երբ որ ծարավում ենք, վազենք դեպի Աստված։ Ցավոք սրտի մեկ ուխտի պես ենք։ Մի ջուր ենք խմում, մի շաբաթ պահում ենք, Կիրակի օրը գալիս ենք հողը քարոզում է լավ է, մի շաբաթ յոլա ենք գնում արտեն ուժասպար գալիս ենք նորից ջուր խմենք։ Չէ, սիրելիս, մենք ամեն առավոտ եղջերուի պես պետք է բացենք Աստվածաշունչը ու ասենք ես ծարավ եմ։ Ես ուզում եմ այնպես աղոթեմ, որ քո քաղցրությունը նորից զգամ։ Ես ուզում եմ այնպես աղոթեմ, որ քո ներկայությունը զգամ։ Եվ դες երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է, օրհնություն է գալիս։ Ես ապաշխարել եմ երկրաշարժից առաջ, դեռ 4-րդ դասարանում էի լեզուներով աղոթում եմ, երբ որ Սուրբ Հոգով մկրտվա, գիտես մի հետաքրքիր բան կատարվեց իմ մեջ։ Այդ կրակը այնքան ուժեղ էր, որ ես այն ժամանակ բաներ չէի հասկանում։ Իմ դասարանցիների հետ սկսեցի խոսել։ Եվ 3 հոգի ապաշխարեցի։ 2 տղա եւ 1 աղջիկ։ Եվ այսօր էլ իրանք Աստծո ներկայության մեջ են։ Եվ գիտես, ինչն էր հետաքրքիր, երբ որ դու լցվում ես, դու սկսում ես խոսել։ Դու տալիս ես խոսքը եւ այդ կրակը քո մեջ չի կարող մնալ, դու տարածում ես։ Այսօր սիրելիս, այն օրն է, որ դու լցվես եւ տարածես։ Ուզում եմ ոտքի կանգնենք, մի բան աղոթենք, հրճակենք եւ ասենք Տեր, ես չեմ կարող կորած լինեմ։ Դու ինձ գտել ես։ Շնորհակալ եմ քեզանից զոր, փառավոր հավիտենական ամենակարող Աստված։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու մեզ կանչել ես, գնել ես, մեր անունը գրել ես կյանքի գրքի մեջ։ Եվ մենք հավատում ենք ու գիտակցում ենք, Տեր, որ դու մեզ կանչել ես, որ մենք կորածը փնտրենք, կորածը գտնենք եւ վերադարձնենք իր տեղը։ Եվ մենք ասում ենք ժամանակավոր խնդիրները, ժամանակավոր խնդիրները, ժամանակավոր դժվարությունները, թող մեզ չթվան, թե մենք այդ ամենի մեջ կորանք։ Թող մենք հասկանանք, որ մենք չենք կարող որ մենք չենք կարող կորել միայն այն պատճառով, որ մենք քո որդիներն ենք, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, քեզ փառք ու պատիվ։ Տեր, խնդրում եմ օրհնիր այս եկեղեցին, քո ներկայությունով ավելի շատ, Տեր։ Եվ թող հովիվ Արսենը իմ Աստված, իմաստությունով եւ զորությունով տանի քո եկեղեցին քո ծրագրերի մեջ եւ քո կամքի մեջ։ Շնորհակալ ենք քեզանից, քեզ պատիվ ու փառք։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս։ Ամեն։